Բարև բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է նվիրված Ֆրանսիայի հայ համայնքին։ Այն այսօր Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքն է, որտեղ ապրում են մոտ 800-ից 900 հազար հայեր։ Ֆրանսիայի հայկական համայնքը բազմաշերտ է, դարերի ընթացքում այստեղ են եկել հայության տարբեր սերունդներ, ինչպես բուն Հայաստանից, այնպես էլ Կիլիկիայից և հայկական այլ գաղթավայրերից։ Ֆրանսիայում այսօր գործում են հայկական դպրոցներ, եկեղեցիներ, ազգային մշակութային բազմաթիվ կառույցներ։ Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում, սակայն հայերի թիվը Ֆրանսիայում ստվարացավ հատկապես հայոց եղեռնից հետո։ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի մեծ հոսք է եկել Ֆրանսիա, հատկապես հարավային Ֆրանսիայի Մարսել նավահանգիստ։ Այսօր էլ Մարսելի բնակչության 1/10-ը 100-ից 120 հազարը հայեր են։ Մարսելին և Ֆրանսիայի այլ քաղաքների հայ համայնքներին կանդրադառնանք առանձին հաղորդումներով, սակայն այսօրվա մեր հաղորդումը նվիրենք առհասարակ Ֆրանսիայի հայ համայնքին, նրա պատմությանը և առանձնահատկություններին։ Այդ մասին է պատմում մեր տեսանյութը, դիտեք։ Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են դեռևս մեր թվարկության 6-ից 7-րդ դարերում։ Իսկ անվանապես հայտնի առաջին հայը եղել է Անտիոքի Սիմոն եպիսկոպոսը, որը պարսիկների գերեվարումից փրկվելով 591 թվականին հաստատվել է Տուր քաղաքում։ Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-ից 14-րդ դարերում խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում, մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև ամուսնական դաշինքներ են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։ 15-ից 16-րդ դարերում հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո Ֆրանսիայում հայերի թիվը աստիճանաբար ավելացավ։ Հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսել, Փարիզ, Լիոն, Բորդո, Վալանս և մի քանի այլ քաղաքներում։ Սրանք այսօր էլ Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Ֆրանսիայում ակտիվ գործունեություն են ծավալել նաև հայ վաճառականները։ 13-րդ դարում նրանք առևտրատնտեսական փոքրիկ համայնքներ հիմնեցին Ֆրանսիայի հարավում՝ Մարսել, Մոնպելիե, Նարբոն, Նիմ քաղաքներում։ Ուշագրավ է, որ 12-ից 14-րդ դարերում Մոնպելիեի համալսարանի դռանը փակցված էին կիլիկյան ու ֆրանսիական դրամական փոխարժեքների սակացանկերը։ 1629 թվականին Լյուդովիկոս 13-րդը և կարդինալ Ռիշելիեն ստորագրեցին հատուկ հրովարտակ, որով հայ վաճառականներին տրվեց Մարսելում ազատ ելումուտի իրավունք։ Ուշագրավ իրողություն է, որ 1672 թվականին Պասկալ Հարություն անունով մի հայ Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆրանսիայում առաջին սրճարանը։ Իդեպ, քանի որ սուրճի վաճառքով հայերն առաջիններից մեկն էին զբաղվում, նրանցից շատերը Եվրոպայում ու նաև Ֆրանսիայում դարձան առաջին սրճարանների հիմնադիրները։ Փարիզում Հարությունին հաջորդեցին այլ հայազգի սրճարանատերեր, որոնցից առավել նշանավորը հայազգի Գրիգորի սրճարանն էր, կոմեդի թատրոնի հարևանությամբ։ 18-րդ դարի սկզբին Փարիզի ամենանշանավոր սրճարանը պատկանում էր հայազգի Հալեպցի Ստեփանին։ Նա առաջինն էր, որ հայելազարդ պատերով ու մարմարյա սեղաններով սրճարան բացեց և մեծ հռչակ ձեռք բերեց լատինական թաղամասում։ Մինչև 18-րդ դարի վերջը Փարիզում հայերը փոքրաթիվ և չկազմակերպված մի համայնք էին։ 1798 թվականին այստեղ հիմնադրված Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել է հայագիտական ամբիոն։ Իսկ 1846 թվականից սկսել են գործել Սամուել Մուրադ վարժարանը և Արամյան տպարանը։ Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ մեծ եղեռնից հետո, մոտավոր հաշվարկներով Ֆրանսիայում հաստատվեց 50 հազար գաղթականություն։ Հագոբ! Զավեն!
Nous étions sur le même bateau? Eh oui! Paris ճանապարհ! Հայ գաղթականների առաջ ծառացավ ազգային գոյապահպանության խնդիրը։ Այս հիմնախնդրի լուծմանը զինվորագրվեցին տասնյակ բարեգործական եւ հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, վարժարաններ, որփախնամ ընկերություններ, տիկնանց ու երիտասարդաց միություններ։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թվականի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը։ Երկհան Կոմիտասի եւ 1915 թվականի Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Ֆրանսիայում բնակություն են հաստատել եւ օգտաշատ գործունեություն ծավալել հարյուրավոր հայ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ։ 1840-ական թվականներից Փարիզ է ձգտել ուսումնատենչ հայ երիտասարդությունը։ Փարիզը դարձել էր հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Երկար տարիներ Փարիզում են ապրել եւ ստեղծագործել Արշակ Չոպանյանը, Ավետիք Իսահակյանը, Շիրվանզադեն, Երվանդ Քոչարը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ։ Փարիզի հայերը երախտապարտ եւ հավատարիմ են եղել իրենց հյուրընկալած երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ մարտնչող ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Arménien. Բանաստեղծ Միսակ Մանուշյանը դարձավ ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներից մեկը։ Նրան հետմահու շնորհվել է Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշան։ Փարիզում են ապրել եւ ստեղծագործել բազմաթիվ հայազգի արվեստագետներ, որոնց ստեղծագործությունները նպաստել են ֆրանսիական եւ հայ մշակույթի զարգացմանը։ Անրի Թրուայան, Գարզուն, Ժան Սեմը, Անրի Վերնոյը, Ժորժ Կարվարենցը, Շարլ Անznավուրը եւ ուրիշներ։ Dans les cafés voisins, nous étions quelques-uns qui attendions la gloire. Et bien que miséreux, avec le ventre creux, nous ne cessions d'y croire. Et quand quelques bistrots, contre un bon repas chaud, nous prenaient une toile, on récitait des vers, groupés autour du poêle, en oubliant l'hiver. La bohème, ça voulait dire, tu es jolie. Աշխարհումս իմս դունիս դեմուրվատիս մուրվաչունիս Ռոշներիս նավադունիս ռանդու շակարինը Ֆրանսիայի համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ։ Ֆրանսիայում գոյություն ունի 7 ֆրանս-հայկական դպրոց, որոնցից 5-ը նախակրթարան եւ տարրական դպրոցներ են, 6-րդը քոլեջ է, որը գտնվում է Փարիզում։ Մյուսը Մարսելի համազգային դպրոցն է, որը միակ հայկական շուրջօրյա դպրոցն է տարածաշրջանում եւ միակ հայկական վարժարանը ամբողջ Ֆրանսիայում։ 1980 թվականին ստեղծված դպրոցում այսօր սովորում է շուրջ 350 աշակերտ, որոնց 40%-ը հայկական հին համայնքի ներկայացուցիչներ են, 30%-ը պոլսահայեր, ևս 30%-ը հայաստանցիներ։ Ֆրանսիայում գործում են հայկական հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն համազգային ամենօրյա վարժարանը, հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, Ազնավուրը Հայաստանին բարեգործական կազմակերպությունը եւ այլն։ Renaîtront encore.
saisons chanteront encore. Les enfants battiront plus fort. Après l'horreur, après la peur, Dieu soignera ton sol meurtri. Ֆրանսիայի գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում։ Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը, Մասիսն ու Էքսան-Պրովանսը և այլն։ Բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է նվիրված Ֆրանսիայի հայ համայնքին։ Ինչպես արդեն նշեցինք, Ֆրանսիայում հայերի թիվը ստվարացավ հատկապես հայոց ցեղասպանությունից հետո։ Առհասարակ Ֆրանսիան այն քիչ երկրներից մեկն է, որ օգնության նավեր է ուղարկել այդ օրերին հայությանը։ Երկար դիմադրությունից հետո Մուսա լեռան հայ բնակչությունը փրկվեց ֆրանսիական նավատորմի օգնությամբ։ Փրկված հայերը հիմնականում հետագայում հաստատվեցին Լիբանանում, մասնավորապես Այնջար յուղաքաղաքում։ 2001 թվականին Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը ճանաչեց և դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ 2006 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունեց մի օրինագիծ, որով հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է անօրինական և պատժելի։ Ֆրանսիան և Հայաստանը ունեն բարեկամական դաշնակցային ջերմ հարաբերություններ, իսկ Ֆրանսիայի իշխանությունները ամենատարբեր առիթներով միշտ էլ իրենց հարգանքը և հոգատարություն են հայտնում հայ համայնքի հանդեպ։ Բարեկամներ, հաղորդման այս հատվածում առաջարկում եմ զրուցել Սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ, հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ։ Ողջույն պարոն Վարժապետյան, շնորհակալություն մեր հաղորդմանը հյուրընկալվելու համար։ Թեկուզ հեռավար կապի միջոցով մենք հրաշալի հնարավորություն ունենք այսօր խոսելու Ֆրանսիայի հայ համայնքի մասին և կուզենայի առանձնահատկությունները նշեք Ֆրանսիայի հայ համայնքի։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ այս առիթին համար, որ դնձայվի ինձի Ֆրանսիայի հայ համայնքին մասին արտահայտվելու։ Ֆրանսիայի հայ համայնքի պատմության մասին խոսելու համար տարբեր շերտավորումներ կան պատմական ժամանակագրական հասկացողությամբ։ Եթե լրիվ պատմական հասկացողությամբ պիտի մոտենանք հարցին, պետք է երթանք գերեւի մինչև Լևոն թագավոր, մինչև 13-րդ դար, որ մեր նպատակը չէ այսօր բնականաբար։ Վստահ եմ, որ Ֆրանսիայի հայ համայնքի մասին, որ պիտի խոսենք, պետք է խոսենք համայնք հասկացողություն իբրև բազմակերպված հասկացողություն։ Համայնքը իբրև ամբողջականություն, համայնք իբրև մեկ ամբողջություն, հիմնականի մեջ հայոց ցեղասպանութենեն ետք գազմավորված առաջին գաղութն է։ Ցեղասպանութենեն ետք աշխարհում մեկ առաջին գաղութներեն մեկը եղած է Ֆրանսան։ Ցեղասպանութենեն ժողոված հազարավոր հայորդիներ եկած են եւ հաստատված են, բերված են ավելի ճիշտ առաջին հերթին Մարսեյ բերված են նավերով, բնականաբար նավահանգիստ քաղաք, եւ աստեղեն սկսած է համայնք հասկացողության գազմավորումը, որ մեյետ սկսած է համայնքը բարձրանալ դեպի հյուսիս, նախ դեպի Լիոն, վերջը դեպի Փարիզ։ Ֆրանսիայի հայ համայնքի պատմությունը գազմավորված գաղութ իբրև 1920-ական թվականներն արդեն կսկսի։
Տասական հասկացողությամբ համայնք հասկացողությունը շատ հստակ է, որ գսկսի եկեղեցի գառուցելով, մշակութային դուներ, ակումբներ գառուցելով, գազագերբությունները հաստատվելով եւ այսպես ընդարձակվելով մինչև հայկական վարժարան, հայկական դպրոց հասկացողությունը։ Ասիկա տասական գազմավորումն է, որ արդեն սկսած է 1920-ական թվականներին ի վեր եւ հասած է մինչև այսօր։ Այսօր Ֆրանսիայի մեջ կգործեն տասական հասկացողությամբ հայկական ավանդական գուսակցությունները առավելապար ներկայություն է բնականաբար հայերապողական տաշնակցությունը իր ուղեգից միություններով, հոմենտմենով, համասկայինով եւ հոմով, որ աստեղ գաբույթ խաչ կգոչվի, իր երդասարտական միավորներով եւ այլն։ Կան համայնքին մեջ գործող անշուշտ ներկայություն նաեւ հայ բարեգործական ընդհանուր միությունը, գա ժաֆը, որ հայ երդասարտացն է, նախկին համայնավար գուսակցության երդասարտական թևի իբրև հայ համայնավար գուսակցության երդասարտական թևի իբրև շարունակություն եւ կան բնականաբար դեհական գազագերբություններ քաղաքներու մեջ, որ կոչվին ամիկալներ, ուր հայեր այդ քաղաքներու մեջ հիմնած են միություններ։ Այս միությունները հասարակական միություններ են, ոչ քաղաքական։ Քաղաքական գործող իբրև գուսակցություն գա հայապողական տաշնակցություն իբրև քաղաքական գուսակցություն գործող։ Համայնքը պետք է ասել, որ հետևյալ ձևով պետք է բաժնել։ Այսօր համայնքի պաշտոնական թիվ Ֆրանսիայի մեջ միշտ ալ կդրվի 500,000, 5 միլիոն աշխվող քաղուտ։ Ասի պաշտոնական թիվերն են, բայց խորքին մեջ պետք է ընդունել այսօր, որ շատ ավելին է թիվը, որովհետև վերջին 30 տարիներուն եւ մինչեւ այսօր կշարունակվի Հայաստանեն եկող թեպի Ֆրանսիա եկող մեր հայրենագիցներու ստվար թիվը եւ այդ մեկը բնականաբար քաղուտի թե թիվի իմաստով, թե կարողականության իմաստով մեծացում կնշանակի։ Բայց ընդունված գարկն է պաշտոնական նաեւ, որ այսօր համայնքը գաշվի 500,000 հայություն։ Միայն Փարիզում, Իդիքի մտնեն այլ ռամեցեք։ միայն Փարիզում այդ թիվը թե առհասարակ Ֆրանսիայում։ Ոչ, առհասարակ Ֆրանսիայում նախ գուզեմ աստեղ նաև ասել, պիտի չմտնեմ հայ հասկացողության մեջ, թե որքանը ակտիվ մասնակցություն կբերե քաղաքային կյանքին, ազգային կյանքին, ասպոլորը այլ հարց են։ Մենք հիմա խոսենք թիվի հասկացողության մասին, թվապանական հասկացողությամբ 500,000 Ֆրանսիայի տարածքին։ Բայց հիմնականին մեջ 3 շրջաններու մեջ բաժնված է հայությունը, Փարիզ եւ Փարիզյան շրջան իր արվարձաններով, Լիոն եւ Լիոնի շրջակայք իր արվարձաններով եւ նաեւ մոտակա քաղաքներով, որ կհասնի մինչեւ Վալանս եւ հարավ Մարսեյ եւ Մարսեյի 4 կողմ գտնվող իր փոքր քաղաքներով եւ արվարձաններով։ Հայությունը այս 3 ընդհանուր հատվածներու մեջ բաժնված է։ Փաստորեն հայությունը Ֆրանսիայում կենտրոնացած է այս 3 խոշորագույն համայնքներում, որոնք հիմնականում ավանդական համայնքներ են։ Իսկ վերջին տարիներին եկած հայերը Ֆրանսիա ինչքանով են ներգրաված համայնքային կյանքում, համայնքային կազմակերպություններում։ Հայաստանեն եկող մեր հայրենագիցները հետս հետե ավելի սկսած են ներմուծվին եւ ներառվին համայնքային կյանքի մեջ դարբեր կազմակերպություններու եւ դարբեր միություններու ճամփով, բայց հատկապես հայաստանյան ցանկական եկեղեցու ճամփով ավելի սկսած են ինտեգրվին համայնքային կյանքի մեջ։
ավանդական հասկացողությունը ճիշտ դուք դպրոցներու իմաստով օրինակ մտալու համար, որպեսզի ավելի չզանրանամ հարցի մեջ, օրինակներ ավելի խոսուն կրնան լալ, համասկայինի Մարսելի ջեմարանը, որ իթեպ միակ վարժարանն է Ֆրանսայի տարածքին, ցավոք միակ վարժարանը, որ մանկապարտեզը միջև ավարտական լրիվ դպրոց հասկացողությունն է, ունենք այլ դպրոցներ Ֆրանսայի տարածքին, Փարիզի մեջ, Լիոնի մեջ, Նիսի մեջ, կամ հայկական գործող վարժարաններ, բայց ոչ ամբողջական հասկացողությամբ մանկապարտեզեն միջև ավարտական միակ ամբողջական դպրոց հասկացողությունը համասկայինի Մարսելի ջեմարանն է, որ այսօր ունի 450 աշակերտ եւ մեծանալու ճամփուն վրա է, որ հարաճիգա օրինակ վերամուտի մի ունենա 600 աշակերտ։ Այստեղ Հայաստանեն եկած մեր հայրենագիտներուն թիվը իրապես նկատառելի է։ Գրնամսել, որ 30-35% այդ թիվին Հայաստանեն եկած մեր հայրենագիտներու զավակներն են, մեր աշակերտներն են, եւ ասիկա խոսուն փաստերեն մեկն է նաեւ ծեր դված հարցին թե որքանով ինտեգրված են։ Աստեղ աս պագակիցը պագեմ եւ հարաճանամ իմ բանից մեջ համայնքը ներկայացնելու ասի բատկերն է շատ այսպես մագերեսային բարը ճիշտ չէ, բայց հբանցիկ ծևով ասի ընդհանուր բատկերն է, ֆիզիկական բատկերն է քաղուտին եկեղեցին անշուշտ մեծ թերակատարություն ունի Հայաստանի ցարակելական եկեղեցին, որոն գից նաև կան հայ ավետարանական եւ հայ կաթողիկ եկեղեցիները, որոնք գործեն թե Փարիզի մեջ, թե Լիոնի մեջ եւ թե Մարսելի մեջ, բայց TV հասկացողությամբ Հայաստանի ցարակելական եկեղեցին բնականաբար շատ ավելի տարածված եւ շատ ավելի ամրագրված է, ինչպես հայության ընդհանուր TV եւ բատկերը կներկայացնե համեմատական հասկացողությամբ։ Պետք է ասեմ, որ այս կոնտեքստին մեջ նաև Ֆրանսայի հայ քաղուտի թերակատարությունը մեծ է քաղաքական հասկացողությամբ։ Շատ լավ գիտեք, որ Ֆրանսայի մեջ հայությունը գվայել է քաղաքական գշիր, ունի քաղաքական գշիր, ոչ միայն TV ընդրական հասկացողությամբ, բայց նաև քաղաքական կյանքի մեջ մինչև Էլիզեյան բալատ բոլոր նախարարություններու մոտ համայնքի անունով ունի իր հստակ գաբերը, իր հստակ հարաբերությունները բոլոր քաղաքներուն մեջ, նշած բոլոր քաղաքներուց մեջ, Փարիզ, Մարսել, Լիոն եւ բոլոր մնացյալ քաղաքներու մեջ Ֆրանսիայի ուրգա հայություն, այնտեղ դեղական իմաստով նաև դեղական ինտեգրավարման հաստատություններու մոտ, մարմիններու մոտ, քաղաքաբեդություններու մոտ, այս բոլոր pedagogan ապարատին հետ հայ համայնքի հարաբերությունները սերտ են, մշտական են եւ բարձրակույն մագարտակի են։ Ասիկա քաղաքական նկատառելի հասկացողություն է, որուն նաև որուն զիրի մեջ կինա նաև համայնքի գազմագերբված լալու հասկացողությունը, օրինակ հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի կողմէ քրեականացման օրենքը Ֆրանսիայի կողմէ ասպոլորը համայնքի քաղաքական աշխատանքներու եւ քաղաքական ճիգքերու բնականաբար արդյունք է։ Այստեղ պետք է ասեմ, որ այս գետին մեջ համայնքը հաջող եղած է միասնական։ Համայնքի բոլոր միությունները անշուշտ առավել կամ նվազած չափով մեկը մյուսեն, բայց բոլորը միասնաբար այս քաղաքական աշխատանքի մեջ ունին իրենց չափաբաժին եւ ներդրումը, իրենց միասնական մասնակցությունը, ինչ կվերապերի համահայկական խնդիրներու, համահայկական հասկացողություններու, բայց հատկապես նաեւ հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր հանգրվաններու մեջ այդ միասնականությունը գար սկալի էր եւ անշուշտ ողջունելի
առանց որուն հաջողություն անկարելի էր։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ թուրքական ազդեցությունը կարծես թե աճում է Ֆրանսիայում եւ գիտենք, որ ձեր կողմից տարվում է աշխատանք կանխարգելելու այդ ծրագրերը եւ հակահայ երևույթները առհասարակ։ Որքանով է դա ձեզ հաջողվում։ Պետք է հաստատել, որ թուրքական ներկայությունը TV աճը թուրք քաղաքացիներու Ֆրանսիայի մեջ հետս հետե սկսած է բազմապատկվել Ֆրանսիայի տարածքին, ինչպես ընդհանուր Եվրոպայի տարածքին, նաև Ֆրանսիայի տարածքին։ Թուրքական համայնքը սկսած է հետս հետե կազմակերպվել, քաղաքական կյանքի մեջ ներթափանցել, քաղաքապետական խորհուրդներու մեջ ունենալ իրենց ներկայացիչները եւ հետս հետե առավել չափով փորձել մուտք գործել ֆրանսիական քաղաքական կյանքեն ներս։ Մեր հայկական կորձոնը, մեր լոբիստական աշխատանքը ասպոլորին թեմ կա, այստեղ եւս բարեբախտաբար համայնքը քաղուտը միասնական է այս բայկարի մեջ եւս եւ պետք է ասել, որ մեր լոբիստական աշխատանքը եւ մեր թշկողությունը այս բոլորին թեմ, այս բոլորին թիմած հաճես ֆրանսիական տարբեր շրջանակներու իշխանություններ, թե այլ քաղաքական շրջանակներ, թե հասարակական շրջանակներ, մեր ասացությունը ունենք այս իմաստով, բայց պետք է ասել, որ բնականաբար այդ աստեցությունը միանշանակ չի գտնարելալ, որովհետև թուրքական այս աճը նաև գվայել է ուղղակի պետական թուրքական պետական աջակցություն, զորակցություն, թե ֆինանսական, տնտեսական, թե նյութական, ինչպես ասի, թե փարոյական, թե քաղաքական ամեն առումով Թուրքիա պետությունը գսադարե իրենց համայնքի առավել գազմավորման, առավել ամրապնդման եւ առավել ֆրանսիական քաղաքական կյանքի մեջ ներթափանցման։ Փաստորեն այսօրվա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը եւ դիրքորոշումը որոշակիորեն խանգարում են ձեր աշխատանքներին եւ թուրքական գործոնը կարծես թե այստեղ ստանում է առավելություն։ Ցավոք սրտի ի տարբերություն թուրքական համայնքին, որ ինչպես նշեցի եւ շատ կարեւոր աստակ է դվայել է թուրքական պետության ամբողջական զորակցությունը եւ ներծուգը ի տարբերություն մեզի շփախտապար այդ մեկը այսօր չկա, պետք է իրերը գոչել իրենց ճիշտ անունով 2018-ի իշխանապողութենեն հետ Հայաստանի մեջ եւ սպյուրքի հետ վարված ագրեսիվ քաղաքականությունն եւ գիտեն այդ քաղաքականությունը ինչ քաղաքականությունները սպյուրքը Հայաստանին բաժնելու այս բոլորի մասին այլ առիթներով խոսած ենք, բայց այսօր փաստ է այդ մեկը ցավոք սրտի այդ 2018-ի իշխանապողության այդ որտեղած քայլեն իդ սպյուրքի թեմ եւ սպյուրքի նկատմամբ արդեն մեր աշխատանքները, ինչպես դուք նշեցիք, սկսած են դժվարանալ հայտարարի հասկացողությամբ, մեր իրավունքներու հասկացողությամբ եւ ընդհանրապես, որովհետեւ այսօր ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները գվարեն բոլորովին այլ քաղաքականություն, ինչ որ սերունդներ ամբողջ սպյուրքի տարածքին եւ այս բարակային Ֆրանսիայի տարածքին ջրաչան աշխատանք տարածեն հասնելու համար ցեղասպանության ճանաչման հասկացողությամբ, հայտարարի հասկացողությամբ, մեր բանջարդիրական բոլոր փաթեթի հասկացողությամբ այդ բոլոր աշխատանքները այսօր այնքան դժվարացած են հայտարարի աշխատանքներուն համար, որ Հայաստանի իշխանություններու վարած պետական քաղաքականությունը Թուրքիո նկատմամբ, պրո-թուրքական Ադրբեջանի նկատմամբ, այսպես կոչված վերջին չագերդյալ այս խաղաղասիրական հասկացությունը, սահմաններու բացումը,
եւ այլն եւ այլն եւ այլն այս թրկահաջո քաղաքականությունը բնականաբար նաեւ մեր ամբողջ աշխատանքները կխոչընդոտեն եւ դեղական իշխանություններուն եւ շրջանակներուն մոտ կստեղծեն ուղղակի երգույթուն անհասկանալի երգույթուն եւ հաջող մեր երեսին կշբրդեն քաղաքական այդ շրջանակները սելու համար որ լավ ծեր պետությունը ծեր իշխանությունը կացած է եւ երկխոսության ասինչի անինչի խասիրության բանակցություններու սեղանը նստին իրար հետ կերտան գամպուրվին քիրքն խարբին հիմա մեզ մետագաբին ծեր բանջի ինչ է անշուշտ մենք այստեղ շատ հստակ գսենք նաև որ մեր բանջը իբրև Ֆրանսայի քաղաքացի իբրև ֆրանսացիներ նաև մեր բանջը ֆրանսիական իշխանություններ են իբրև ֆրանսացի մենք այս բոլորը կբանջենք նաև եւ ոչ միայն իբրև հայ քաղաքացի մենք աս քրավը գտնենք անշուշտ իրենց դիմաց բայց հստակ է evident որ մեր այս աշխատանքները գտիժվարանան այստեղ մեկը ուզեմ բագակից մտանալ եւ հիշեցնել մեր ագնտիրներուն որ մինչեւ 2018-ը Հայաստանի իշխանություններու հետ սպյուրքի նախարարության ջամփով կամ այլ ջամփով գրնամսել որ այդ կանալ փայլուն այդ կանալ հեզասախչեին բայց գար կորզակցություն գար համակորզակցություն գար միասին աշխատանք երգուստեք բարելավելու այդ ընթացքը գար այդ դրամատուրգությունը բայց պետք է ասել որ մինչև 2018-ը հատկապես համահայկական հարցերով կամ ցեղասպանության ճանաչման հարցով կամ ընդհանրապես մեր արցախյան փաթեթով ասպոլորի մեջ գար համագործակցություն Հայաստանի իշխանություններուն հետ Եվ վերջում, պարոն Վարժապետյան, կուզենայի նշեիք, թե որքանով է մեր հաղորդումը կամ առհասարակ նման նախաձեռնությունները, որքանով են նպաստում հայինիկ-սփյուռք հարաբերությունների զարգացմանը եւ առհասարակ մեր ընդհանուր խնդիրների լուծմանը։ Սպիրտն այսօր այս հաղորդաշարը ինչպես նմանօրինակ հաղորդաշարներ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունին Կարևոր նշանակություն ունին, որովհետև դա հետևող եւ այս հաղորդաշարերու ջամփով եւ այս գաբով նաեւ Սպյուրք Հայաստան մեր բորդագաբին համար էական հարցեր են, որոնց համար շնորհակալ ենք, կաչալերենք, գզորակցենք այս դեսագի նախաձեռնություններու եւ երգուստեք գաբը պետք է ոչ թե միայն բահել եւ բահբանել, այլ նաեւ զարգացնել, խորացնել, մշտական դարձնել, որովհետեւ մենք միշտ հավատացած ենք, որ Սպյուրքը առանցին ինքնանպատակ հասկացություն չէ, Սպյուրք Հայաստան համագործակցության անպայմանորեն գարիք կա երկուստեք, երկկողմանի հավասարավես երկու կողմերը եւ միայն իրարու զիրար ամբողջացնելով է որ մենք կրնանք հասնել մեր վաղճանական ասկային նպատակներուն։ Շնորհակալություն մեր առանձնահատուկ ողջույնները Ֆրանսիայի հայ համայնքին փոխանցեք եւ լավ եղեք։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ Սփյուռքն այսօր հաղորդաշարի ընթացքում հեռավար կապի միջոցով զրուցեցինք հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Սփյուռք հայ հասարակական քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանի հետ։ Ֆրանսիայում հայերը միշտ էլ մեծ վստահություն եւ հարգանք են վայելել, իսկ բազմաթիվ ֆրանսահայեր մեծ պատիվ ու փառք են բերել Ֆրանսիային, դառնալով նաեւ հպարտության խորհրդանիշ հայ ժողովրդի համար։ Միսակ Մանուշյան, Շարլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Մարի Թրուեյա եւ բազմաթիվ այլ հայրենիներ ֆրանսիացի եւ հայ ժողովրդի համար դարձել են կապող կամուրջ եւ նրանց անունը ոսկե տառերով է գրվել Ֆրանսիայի եւ հայ ժողովրդի պատմության մեջ։ Այս պայծառ անուններին կնվիրենք առանձին հաղորդումներ։ Եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մնացեք խաղաղությամբ եւ եղեք միաբան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։